ձեզ կարգի հրավիրեք։ Ընդհանրապես ձեր ցուցամատը ձեզ պահեք եւ նշանակեք այս նշանակության։ Ինչ է նշանակում падգամավորը հաստա իրեն ցուցամատով մատ թափ տակ, սա իր երկրի բարձրագույն օրենսդիր իշխանությունն է։ Եթե շարունակեք ձեզ այդպես պահեք, ես ձեզ խոստանում եմ, որ ամեն անգամ այստեղ գալուց հետո հոգեբանի օգնության կարիք եք ունենալու։ Մի հատ էլ իսկ падգամավորին ասում է իրավաբանությունը գիտես ինչ է ասում, անկախ դրանից դու դա հասկանում ես, չես հասկանում, անուն ազգանուն։ Ես ձեր նմաններին հասկանալու տեսության եւ պրակտիկա կարող եմ դասավանդել։ Սա հաշվի առեք։ Եթե հասկացաք իմ ասածը շատ լավ, եթե չհասկացաք, ուրեմն խորացված դասընթացների անհրաժեշտություն ունեք։ Չէ, չստացվեց, պարոն Ղազարյան։ Մեջբերումը ազգային ժողովի падգամավոր Նիկոլ Փաշինյանի 2015 թվականի հունիսի 8-ի ելույթից էր։ Արզում է, որ այդ ժամանակ նա լինելով ընդամենը Իջևանի թիվ 1 դպրոցի շրջանավարտ, բավարար պատկերացում ուներ ազգային ժողովի, նրա նշանակության, падգամավորի կարգավիճակի, այս ամբիոնից ազգային ժողով եկած ցանկացած հյուրի կարգավիճակի մասին։ Փաստորեն ամեն ինչ շարքից դուրս է եկել, կրթվել է նորաձև ծրագրին մասնակցությունից եւ կառավարման ակադեմիայում վերապատրաստման դասընթացների անցնելուց հետո դրանով իսկ նսեմ հասնելով կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահի բազմամյա դասախոսի հեղինակությունը։ Իսկ եկել է վարչապետը, որ հələ պարշի, ինքը երկրորդ անգամ ստեղ գալու հնարավորություն պիտի ունենա, թե չէ, որովհետև այդ պահին դեռ կառավարության ծրագրին հավանություն չէր արժանացել, հավանություն չարժանացնել նշանակում է հեռացնել վարչապետին զբաղեցած պաշտոնը։ Ինքը արդեն որոշում է հաջորդ գալուց ով պիտի դահլիճում լինի, ով պիտի միջանցքում լինի, զարմանալի է միջանցքում, այլ ոչ թե ճաշարանում։ Հրահանգներ է տալի, ասում է, ասել եմ կզսնելու եմ, ուրեմն կզսնելու եմ։ Ես զարմանում եմ, ասեք մարդու փորը ինչքան պետք է ցավա, որ այդ ժամանակ դիտողություն չանի։ Եվ ասի չի կարելի հյուր ազգային ժողովում, ազգային ժողովի ամբիոնից նման խոսույթ առհասարակ հնչեցնել։ Պատգամավորների նկատմամբ հարգալից է պետք խոսել, այլ ոչ թե պետք է այստեղից պատգամավորներին, նրա ընտանիքի անդամներին ձերբակալության ապօրինությունների ցուցումներ տալ։